Անմեղ սունակ է ծափաթաղում սեփական որդուն սպանած Արմեն Օվանեսովը։ Կիրակի մահացած հայտնաբերված 3 տարեկան Տիգրանին սպանելու կասկածանքով 2 ամսով կալանավորվել է հայրը։ Գյուղացիներն ասում են, առանձնապես շփում չի եղել նրա հետ, նրան ճանաչում են որպես մտավոր հետամնաց, բայց որ որդուն սպաներ, խեղտամահ աներ, անհավատալի է։ Շատ դաժան բան, այդ է շատ դաժան է, բայց չեմ հավատում այդ տղուց։ Ինչպես է հայրը մահացած երեխայի մարմինը տեղից տեղ տեղափոխել, երբ փոքրիկ տղային 6 օր փնտրում էին 500 մարդ, ոստիկաններ, փրկարարներ ու կամավորներ, փնտրում էին նաև դրոնով։ Երբ է տարել դրան։ Այդ ոնց կլինի այդքան միլիցիաների մեջ, այդքան ժողովրդի մեջով գնաց հասավ ընդ։ Չեմ հավատում, էլի այդ տղեն այդ ջիվանդային խնդիրներ ունի, բայց այդ ձև չի, էլի որ ասենք երեխան տանա գցան դե, երբ տարավ, այդ ոնց էլ է։ Հարցերը տանջում են ծափաթաղցիներին, հատկապես երբ լսում են, որ հանցավորության վարկածն ի սկզբանե դիտարկվել է։ Երկուշաբթի ներքին գործերի նախարարն էր պնդել։ Այս վարկածը ի թիվս այլնի առաջին իսկ օրվանից եղել է մեր ուսումնասիրության շրջանակներում։ Փաստորեն 3 տարեկան երեխային սպանելու համար կասկածվողը 6 օր իրավապահների քթի տակ երեխայի մարմինը անընդհատ տեղափոխել է ու մնացել աննկատ։ Հանցագործության համար ում էին կասկածում ոստիկանները եւ արդյոք հայրը իրավապահների դիտարկման տակ չի եղել։ Տիգրանի որոնումներին մասնակցած կամավոր Սվետլանա Լևոչկինան մեզ հետ զրույցում սկանդալային հայտարարություն էր արել։ Ասում է իր տեղեկություններով Տիգրանը ոչ թե 6 օր առաջ է մահացել, այլ 2-3 օր առաջ։ Насколько я знаю, ребенка, которого нашли, он умер 2-3 дня назад. Որքան ես գիտեմ, երեխան, որին գտել են, մահացել է 2-3 օր առաջ։ Այսինքն այս ամբողջ ընթացքում երեխան ողջ է եղել։ Նրան հավանաբար ինչ-որտեղ թաքցրել են։ Եթե դա այդպես է, ապա դա զայրույթի պահին է եղել ու երևի տանն է եղել, որովհետև այլ տրամաբանություն չկա։ Потому что, просто по логике не получается. Տիգրանի անհետացման երկրորդ օրը տան անդամները պատմում էին, որ 3 տարեկան տղային վերջինը տեսած խոսելու խնդիր ունեցող ավագ եղբայրը վախեցած կոկորտն է ցույց տվել, երբ նրանից հետաքրքրվել են, թե որտեղ է Տիգրանը։ Կասկած կա, որ 3 տարեկան տղայի սպանությունը տեղի է ունեցել եղբոր աչքի առաջ։ Այդ ժողովուրդը գալիս ինձ ստողացում։ Ասում են ներախն ասում, լալիկա։ Ուրեմն հասկացել չեն ներախն ինչ հասկացնում։ Ակացա այդ նրախն երևի տեսել է, էլի որ զար։ Այդքան լսել ենք ժողովրդից, բայց ոչ մի բան ես չեմ իմանում։ Տղայի ցույց տվածն ու փոքրիկին խեղտամահ անելու ոստիկանության նախնական վարկածը համընկնում են։ Բայց ինչու է հայրը սպանել որդուն, հարցը շարունակում է տանջել ծափաթաղցիներին։ Վարկածը, որ այդ հրեշավոր հանցագործությունը տեղի է ունեցել, երբ հայրը պարզել է, որ ինքը չէ Տիգրանի բիոլոգիական հայրը, անհավատալի է թվում գյուղացիներին։ Նույն տեսել եմ վերացել։ Ես մի բան տեսել չեմ։ Այս բանը տեսել չեմ ընթաց։ Չեմ կարող ասեմ ես։ Չգիտեմ, ես որ շփում չունեմ, չեմ իմանում էլի ոնց ինչ։ Կատարվածի շարժառիթը հանելուկ է նաև ծափաթաղի վարչական շրջանի ղեկավարի համար։ Դավիթ Գզողյանը այսօր ԵՄ-ին հայտնել է, որ փաստաթղթերով երեխայի թե մայրը, թե հայրը առողջ են, միայն իրենց մեկ երեխան ուներ առողջական խնդիրներ։ Նա չի կարծում, թե ընտանիքում անառողջ մթնոլորտ է եղել, երեխաների նկատմամբ ծնողները բռնություն են կիրառել։ Տիգրանը մանկապարտեզ էր գնում, Գզողյանի խոսքով երեխայի վրա բռնության որևէ հետք երբևէ չի եղել։ Օվանեսովները հաշվառված են միասնական սոցիալական ծառայությունում, մշտապես համայնքային իշխանության ուշադրության տակ են, վստահեցնում է ծափաթաղի վարչական ղեկավարը, երբ լսում է քննադատությունը, որ Տիգրանի սպանության մեղքի մեծ բաժինը պետությանն է։ Թերեզա Կադաևչյան, Լանա Համբարձումյան, Հենրիկ Համազասպյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք, ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։